սա իշխանության վախտերի վար դրսևորման եղանակ է եւ մասնավորապես արտահերտ նիստով այսպիսի նախագիծ բերելը նշանակում է, որ իրենք եւս ծանոթ են արդեն հարցումների տվյալներին եւ տեսնում են գնում են դեպի պարտություն։ Մի կողմից վախտերի դրսևորվում է, հաջորդ կողմից մեսիջը հասարակությանը եւ բոլոր ընդդիմադիր գործիչներին, որ նրանք ամեն ինչ անելու են, իրավաչափ, ոչ իրավաչափ, օրենքով սահմանված, այդ օրենքով արգելված, ցանկացած քայլի գնալու են։ Գիշեք ամիսներ առաջ արգելեցին, այսինքն եւս մեկ օրենքի նախագծով արգելեցին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների մասնակցությունը ընտրությունների, այսինքն մենք բոլորս պետք է լինենք շատ զգոն, որ եւ անազգանների անելը եւ դիտորդական առաքելությունների արգելումները եւ տարբեր ձևաչափերով փորձել են խոչընդոտել ընտրություններին եւ նախապես ազդել ընտրությունների ելքի վրա, բայց պետք է հիասթափել նրանց, որ դա իրենց չի օգնել։ Բայց իրենք ասում են մենք որևէ վախեր չունենք եւ ասում են ընդդիմության ասածներին պարոն Ռուբինյանն էր այսօր ասում է ընդդիմության ասածներին պետք չէ լուրջ վերաբերվել եւ մյուս պատգամավոր քպեական պատգամավոր Ղալումյանն էլ ասում է ինչից վախենանք, զրոյից վախենանք, Սամվել Կարապետյանի նկատի ունի։ Տեսեք, եթե չվախենան, մի քանի օր առաջ ընդամենը հերթական նստաշրջաններ Կարոլյանները եւ վախեր եթե չունենային ու այսպես ասած հարցման տվյալներ ունենային, ապա նախագիծը կբերեին շատ ավելի լավ ժամանակահատված։ Այսինքն սա ընդամենը նրանց հերթական սուտը կեղծիքը մանիպուլյացիան է, եթե չեն լախում, ապա ինչու են նախաձեռնում այսպիսի փոփոխություններ։ Հավասար մրցակցություն է տեղի ունենում, ինչ է կարծում։ Իշխանության եւ ընդդիմության միջեւ իհարկե անհավասար է, որովհետեւ իշխանությունը սկսած պետական ռեսուրսի չարաշահումից, լավնից ընտրակերտիկներից, տարբեր այսպես շահագրգռումներից ու շահադրումներից մինչեւ իշխանական լեծակները օգտագործում է այդտեղ ընդդիմության։ Հետևաբար նման դեպքում հավասար պայքարի մասին խոսք գնալ չի կարող։ Պարոն Սարգսյան, նաև օրերս հայտարարեցիք, որ միանում եք Սամվել Կարապետյանին, Ուժեղ Հայաստանին, ինչ համագործակցություն եք ակնկալում։ Վերջում նաև կցանկանամ ձեր համագործակցությունից ակնկալիքները հայտնեք, ինչ ակնկալիքներ, սպասումներ ունեք։ 3 ուժերով դաշինք ենք կազմել եւ մենք դաշնակիցներ ենք, իսկ ակնկալիքը բնականաբար համատեղ պայքարն է, ուժերի կոնսոլիդացիան, ռեսուրսային կոնսոլիդացիան, որը կբերի հաղթանակ։ Համապետական ընտրություններին ինչ հարցում կսպասենք։ Իշխանափոխություն կլինի, թե իշխանության վերընտրում։ Հավանականություն շատ բարձր է իշխանափոխության, կանխատեսումները շատ ավելի ուշ կիրականացենք հստակ, որովհետև ամեն ինչ կախված է մեզանից եւ մեր աշխատանքից։ Եթե աշխատեցինք օր ու գիշեր, շատ ճշգրիտ ու թիրախային, ապա միանշանակ հաղթանակն խուսափելի է։